2020 թվականի մեր ռազմական ուժերի եւ մեր պետության եւ մեր ազգի հիմնական խնդրեմը այն է եղել, որ մենք պատրաստվում ենք լոկալ փոքր պատերազմի Ադրբեջանի դեմ։ 3 միլիոնոց Հայաստանը բարած որևէ մեծ խնդրեմի կարող է չեզոքացնել հարձակումը 10 միլիոնոց Ադրբեջանի ռազմական ուժերի։ Եվ առաջի 3 շաբաթը կարող է դուք հիշում եք, որովհետեւ մենք բավականին հաջող դառնում էինք։ Մինչև Ռուսաստանը պատերազմի մեջ ուղղակի չմտավ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Թուրքիային հիշում եք գենշտաբի փոփոխությունները, հետո F-16-ներն են բարձրանում եւ հետո Հայաստանը մտել է պատերազմի Թուրքիայի եւ Ռուսաստանի դեմ։ Իսկ Ռուսաստանի մտնելը պատերազմի մեջ որ պահից տեսանելի եղավ։ Այն տեսանելի եւ Պուտինը թույլվեց Էրդողանին սկսել ռազմական գործողությունները։ Որովհետև մինչև այդ մտնելը հետսովետական տարածք Թուրքիայի կողմից առած Ռուսաստանի թույլտվության դա անհնար էր։ Պուտինը Էրդողանին թույլ տվեց, որ ՆԱՏՕ-ի զորքերը Թուրքիան գտնվեն Կասպից ծովի եւ Հյուսիսային Կովկասի սահմաններում։ Դա Ռուսաստանի որոշումն էր, դավաճանելով Հայաստանը։ Եվ հետո, երբ պատերազմը վերջացել է, որ Աղդամում 3 հատ դրոշ էր բարձրացած եւ Շայգուն հայտարարում է, որ մենք փայլուն օպերացիա եք անցկացրել։ Պետք չէ խաղալ խոսքերով, պետք չէ մոռանալ իրավունք չունենք։ Ես դուք ջահել եք, ներեցեք նոր սերունդ եք, ես կգնամ, բայց դուք պիտի հիշեք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ոնց եղել է առաջի հանրապետության օրոք, նորից կիսել են Հայաստանը։ Նորից կիսել են Հայաստանը, մի կտոր մտել է Թուրքիայի մեջ, որտեղ այս խաղի մեջ նորից վերջ դառնալով այս պատերազմը լոկալ չի եղել։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։